Խորհրդարանական ընտրությունները մոտենում են։ Մասնակից 18 ուժերը նախընտրական ծրագրեր են ներկայացրել, միմյանցից բավական տարբեր։ Մինչ որոշ ուժեր խոստանում են տնտեսական հրաշքներ ու աղմկոտ մեգանախագծեր, իսկ որոշները կենտրոնացել են նեղ լոկալ խնդիրների վրա, 4 քաղաքական ուժ ընդհանրապես ոչ մի ծրագիր չի ներկայացրել։ Թեմա համար մեկի այս թողարկմանը կփորձենք հասկանալ, ի վերջո ինչի հիման վրա ենք ընտրելու հունիսի 7-ին։ Առաջին համարի ներքո մասնակցող քաղաքական ուժը ռեֆորմիստների կուսակցությունն է։ Մենք այստեղ պետք է ապրենք եւ այնպիսի հանրապետություն ձևավորենք, այնպիսի պետություն, որ մարդիկ չուզենան գնան այս երկրից, կարողանան ունենան հնարավորություններ ապրելու եւ այդ դեմոգրաֆիկ խնդիրը մենք գտնում ենք շատ կարեւոր։ Կուսակցությունն առաջարկում է ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ եւ ժողովրդագրական սպառնալիքների կանխման ծրագիր, ներգաղթի կազմակերպմամբ։ Նախատեսվում է անվճար դարձնել բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը, բարձրացնել բժիշկների ու մանկավարժների աշխատավարձերը եւ մեծացնել պետության կարգավորիչները տնտեսության մեջ։ Որպես տնտեսական ուղղություն Հայաստանը վերածել կրիպտոկենտրոնի, ներդրումներ ներգրավելու նպատակով։ Բոլորին դեմ եմ կուսակցությունը նախընտրական ծրագիր չի ներկայացրել։ Փոխարենը ունի 100 օրվա պլան եւ նախատեսում է 3 կարևոր փոփոխություն։ Մեր նպատակն է մասնակցել 2026-ի ԱԺ ընտրություններին, կազմել 100 օրվա կառավարություն, կատարել 3 կոնկրետ փոփոխություն, կազմակերպել արտահերթ ընտրություններ եւ լուծարվել։ Այսինքն ամբողջ իշխանությունը նախատեսված է որպես անցումային կառավարում, ոչ թե մշտական իշխանություն։ Ինչ են փոխելու 100 օրում։ Առաջարկվող 3 փոփոխություններն են կայուն մեծամասնության մեխանիզմի չեղարկումը, անցողիկ շեմի իջեցումը մինչև 1%, փոքր ուժերին հնարավորություն տալու համար եւ բոլորին դեմ եմ քվեաթերթիկի ներդրում, որի քվեները պարզապես կվերածվեն դատարկ ու չբաշխող մանդատների։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքն առաջիկա 5 տարիների համար սահմանել է 3 հիմնական առաջնահերթություն։ Առաջինն արտահանման ուղղված մշակվող արդյունաբերության զարգացումն է։ Նախատեսվում է ոլորտի մասնաբաժինը տնտեսությունում հասցնել մինչև 20%-ի, ինչպես նաև ստեղծել շուրջ 300,000 նոր աշխատատեղ, որոնցից 100,000-ը մշակող արդյունաբերության ոլորտում։ Երկրորդ ուղղությունը կրթության ոլորտին երկրի ՀՆԱ-ի առնվազն 4%-ը հատկացնելն է մասնագիտական կրթության շեշտադրմամբ։ Ուժեղ Հայաստանի երրորդ նպատակը երեխա ունեցող ընտանիքների աղքատության վերացումն է։ Ըստ նախագծի պետությունը դառնալու է ընտանիքի երրորդ ծնողը։ Որպեսզի մենք կարողանանք հաղթահարենք աղքատությունը մեր երկրում, պետք է ծայրահեղ աղքատների համար ստեղծենք բազային եկամուտ, ընտանիքի համար 5 հոգանոց 150,000 դրամ, որպեսզի նրանք կարողանան լուծեն իրենց առաջին անհրաժեշտության հարցերը, երեխայի բազային կրթության հարցերը նույնպես եւ դուրս գան աղքատությունից։ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը մտադիր է ամբողջությամբ արգելել Հայաստանի տարածքում օնլայն խաղատների եւ առցանց բեթինգի գործունեությունը։ Ըստ կուսակցության սա միտված է սոցիալական խնդիրների եւ հանցավորության աճի կանխմանը։ Բացառություն կարվի միայն ոլորտի տեխնիկական մշակմամբ զբաղվող ընկերությունների համար։ Այսինքն Հայաստանում կթույլատրվի միայն մշակել խաղային ծրագրեր եւ վաճառել դրսի շուկայում։ Իսկ սովորական ֆիզիկական խաղատների համար կսահմանվեն խիստ կանոններ, որպեսզի մարդկանց մուտքը հնարավորինս սահմանափակվի։ Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ «Մի րոպե, այս օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի», վստահեցնում եմ ձեզ, այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն եւ հարկերի տեսքով կվերադառնա պետություն։ Միասնության թևեր կուսակցության առաջարկները ձևակերպված են 10 հիմնադրույթներով։ Այս քաղաքական ուժի նպատակն է արտաքին թելադրանքից անկախ ազգային պետության կառուցումը եւ կայուն խաղաղության ապահովումը սեփական պաշտպանական ուժերի, այլ ոչ թե զիջումների հիման վրա։ Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը, ժամանակակից տեխնոլոգիաներով, մարդկային նաեւ ներուժի հնարավորինս նվազ ներգրավման, բայց լիարժեք սարքավորումների, արհեստական բանականության, նաեւ սարքավորումների օգտագործման։ Կուսակցության նպատակն է օրենքի գերակայությամբ գործող համակարգ ստեղծել եւ սեփական ռազմաարդյունաբերության վրա հիմնված տեխնոլոգիական անվտանգություն ապահովել։ Ծրագրային մյուս կետերով նախատեսվում է զարգացնել մարդկային կապիտալը, ներդնել ազգային ու գլոբալ մրցունակ կրթական համակարգ, վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ Սփյուռքի հետ հարաբերությունները բարեգործությունից վերածել համատեղ կառավարման։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կենտրոնացել է խոշոր տնտեսական ծրագրերի վրա, ներկայացնելով 5 հիմնական մեգանախագիծ։ Առաջնահերթ կիրագործվի հատիս ծրագիրը, որը ներառում է Քրիստոսի արձանի եւ Նոյեն տապան համալիրի կառուցումը, տնտեսությունն ու զբոսաշրջությունն աշխուժացնելու նպատակով։ Եկող տարի որ բացեցինք, իմացի, որ բոլորդ էլ գործ եք ունենալու, բոլորդ էլ զբաղմունք եք ունենալու։
շարժը լինելու է։ Այդքան տուրիստ գնալու է գա, մարդիկ շինարարություն կանեն, աշխատողները գնալու են, կարակ դու կանեք, 20-30 միլիոն մարդ որ գա, դա արդեն կազմա, չգիտեմ, մի 80 միլիարդ փող, որը մնալու է այստեղ, մեկը լավաշ, մեկը պանիր, մեկը մածուն, մեկը մի հատ սուվենիր, այնպես որ տրամադրությունները բարձր պահեք։ Տրանսպորտի եւ կապի ոլորտում նախատեսվում է ավարտել հյուսիս-հարավ մայրուղին, կառուցել նոր ճանապարհներ եւ երկաթուղիներ եւ Սյունիքում ձևավորել տրանսպորտային եւ էներգետիկ հանգույց։ Ինքնաբավության հասնելու համար ուժն առաջարկում է կառուցել նոր ժամանակակից ատոմակայան, պղնձաձուլարաններ, արդիականացնել մետաղական հումքի վերամշակումը, հիմնել գլոբալ տվյալների, ինչպես նաև միջուկային բժշկության կենտրոններ։ Վերջին մեգանախագիծը Զվարթնոց օդանավակայանի տարածքում ազատ առևտրի կամ օֆշորային գոտու ձևավորումն է։ Այն ֆինանսական եւ ոսկու հաբի վերածելու հեռանկարով, իսկ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծումը։ Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության նախագիծը կառուցված է 6 ռազմավարական առաջնահերթությունների շուրջ։ Ուժն առաջարկում է ձևավորել ոչ կուսակցական անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ կազմակերպելու նպատակով։ Քաղաքական ուժի առաջնահերթությունների թվում են տարածքային ամբողջականության վերականգնումը, առաջին հանրապետության իրավահաջորդության սկզբունքով, խորհրդային շրջանի իրավաքաղաքական դասավորությունների վերանայումը եւ անցումային արդարադատությունը։ Բացի այդ, ծրագրով նախատեսվում են օրենսդրական եւ սահմանադրական բարեփոխումներ, իսկ պետության պաշտպանությունը առաջարկվում է կառուցել ազգ-բանակահայեցակարգի եւ բացառապես սեփական կարողությունների հիման վրա։ Միակարգային ուժը, որը պահանջում է Միացյալ Հայաստանի վերականգնում առաջին հանրապետության իրավահաջորդության հիման վրա։ Հանրապետություն կուսակցությունն առաջարկում է ամբողջությամբ վերանայել Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը։ Այն է դուրս գալ հապկից ու Ռուսաստանի հետ համատեղ հոբ համակարգից, ռազմական համաձայնագրեր կնքել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ եւ 5 տարում անցնել պրոֆեսիոնալ բանակի։ Ռուսաստանը ոչ թե մեզ առաջարկներ է անում, ինչ անել, որ լավ ապրել, այնպես ինչպես Եվրոմիությունը, այնպես ինչպես Միացյալ Նահանգները, այլ Ռուսաստանը մեզ անընդհատ վախեցնում է։ Չարի վերջի աղվեսի նման, որ կացին ունեմ, կգամ կբերեմ, ծառդ կկտրեմ, անընդհատ էս է հետ ասածը։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունն իր գերխնդիրն է համարում ինքնության ճգնաժամի հաղթահարումն ու հայկական նոր պետության ստեղծումը։ Այս նպատակով ուժն առաջարկում է կասեցնել ուղեղների արտահոսքը, ներգրավել Սփյուռքի ներուժը, աստիճանաբար ազգայնացնել ընդերքը եւ զարգացնել սահմանապահ համայնքները։ Ծրագրային մյուս կետերով նախատեսվում է ներդնել ապակուսակցականացված կառավարում, ամրապնդել պետության 6 սյուները՝ մշակույթը, կրթությունը, գիտությունը, տնտեսությունը, բանակն ու բժշկությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի շրջանակներում ապահովել Արցախահայերի վերադարձը։ Մեր նպատակը հայկական պետության ձևավորումն է, որի հիմքում ընկած կլինի համահայկականությունը։ Այդ ճանապարհին առաջին քայլը անհրաժեշտ ոչ բավարար ընդդիմափոխությունն է, այսինքն այլընտրանքի ձևավորումը։ Դոկ կուսակցության ծրագրի առանցքում արտաքին քաղաքական հավասարակշռության դոկտրինան է եւ պետական ապարատի կտրուկ օպտիմալացումը։ Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժը առաջարկում է լուծարել մարզպետարանները, խիստ սահմանափակել պաշտոնյաների ծառայողական մեքենաների քանակը, ինչպես նաև ներդնել համայնքային շերիֆների եւ անկախ քննիչների համակարգ։ Արտաքին հարաբերություններում բացառում են միակողմանի զիջումներն ու ճամբարային կողմնորոշումները, իսկ տնտեսական բլոկում շեշտը դրվում է մարզերի, մասնավորապես Գյումրիի եւ Սյունիքի թիրախային արդյունաբերական զարգացման վրա։ Գիտեք, այսօր հայաստանցիների մի մասը ոչ միայն արտագաղթում են, այսպես ասած, երրորդ երկրներ են գնում, ոչ միայն հանապազորյա հացի փնտրտուքի պահով, այլ նաև գնում են, որ չկա սոցիալական արդարություն։ Ինչի չկա սոցիալական արդարություն, որտեղ կրկնվում են։ Ընտրովի փողոցային արդարադատության տակ ենք։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրում առաջնայինը խաղաղության ինստիտուցիոնալացումն է։ Այդ գործընթացի սկիզբ է համարվում 2024 թվականին Տավուշի մարզում մեկնարկած սահմանազատումը եւ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Մեր խաղաղությունը եւ մեր զարգացումը առաջին հերթին մեզ ապեք եւ մենք պետք է տեր կանգնենք մեր խաղաղությանը։ Հաջորդիվ ԿՊ-ն ծրագրում է շարունակել սահմանազատման գործընթացը, Ադրբեջանի հետ ստորագրել եւ վավերացնել խաղաղության վերջնական համաձայնագիրը։ Ծրագրով նախատեսվում է իրագործել նաև TRIP նախագիծը, որը պետք է հանգեցնի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը։ Ի հակառակ, Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է TRIP գումարած BRICS հայեցակարգը, որի նպատակը ինքնիշխան խաղաղության հաստատումն է։ TRIP նախագիծը չի կարող ապահովել խաղաղություն, որովհետև նրա գլխավոր նպատակն է Ռուսաստանի դուրս բաղումը հարավային Կովկասից եւ Իրանի մեկուսացումը։ Այն նաև անտեսում է Հնդկաստանի եւ Չինաստանի շահերը։ Այսպիսով
TRIP ծրագրի միակողմանի իրագործումը ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածություն, որն ամեն րոպե կարող է պայթեցնել խաղաղությունը։ ՀԱԿ-ը նախատեսում է շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բացառելով միակողմանի կախվածությունը նրանցից։ Առաջարկվում է միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ Հայաստանի տարածքում կառուցել արևմուտք-արևելք եւ հյուսիս-հարավ առանցքները միավորող տրանսպորտային հանգույց։ Այս հանգույցի կարևոր մաս է նշվում Հայաստանն Իրանին կապող երկաթուղին, տարածաշրջանում գերտերությունների շահերը հավասարակշռելու նպատակով։ Հայաստան դաշինքի ծրագրային դրույթներից մեկը արժանապատիվ տրանսպորտը վերաբերում է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի եւ ենթակառուցվածքների փոփոխմանը։ Ես կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի արդեն մի հատվածը անցկացնում է խցանումների մեջ։ Այսինքն մեր ընտանիքների, ընկերների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն ված մնում ենք մեքենայի մեջ խցանումների մեջ։ Իսկ ինչու է այդպես։ Դա նաև այն պատճառով է, որ 8 տարվա ընթացքում մի նոր ենթակառուցվածք չի կառուցվել։ Դաշինքը նախատեսում է Երևանի տրանսպորտային ցանցը համալրել շուրջ 500 նոր էլեկտրական ավտոբուսներով, արդիականացնել 600 կանգառ եւ հանրային տրանսպորտի սակագինը վերադարձնել 100 դրամի, ստվերային շրջանառության վերացման հաշվին։ Խցանումների խնդիրը լուծելու համար առաջարկվում է ներդնել արհեստական բանականությամբ աշխատող խելացի լուսացույցների համակարգ։ Մետրոյի ցանցն ընդլայնել դեպի Աջափնյակ, Դավթաշեն ու Մալաթիա Սեբաստիա, արագընթաց կապ հաստատելով նաև Զվարթնոց օդանավակայանի հետ։ Բացի այդ, նախատեսվում է չեղարկել ավտոկայանատեղիների, կարմիր գծերի թանկացումն ու վերադարձնել քաղաքացիներից գանձված գումարները։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջարկների հիմքում պետական ինստիտուտների վերակառուցումն է եւ արտաքին հավասարակշռված քաղաքականությունը։ Մենք գտնում ենք, որ հայկական պետականության բովանդակությունը վտանգված է, եւ երբ որ մենք այդ վտանգներից խոսել ենք վերջին 5 տարիների ընթացքում եւ փորձել ենք քայլեր անել պաշտպանելու, դրանից հետո դուրս գալ մարդուն ասել թոշակը 600 դրամով ավելացնելու եմ, դա անլուրջ է։ Քաղաքական ուժն առաջարկում է բարձրացնել նախագահի դերն ու հեղինակությունը, որպես փոխզսպման մեխանիզմ սուպերվարչապետական համակարգին։ Արտաքին հարաբերություններում նախատեսվում է ձևավորել փորձառու բանակցային թիմ եւ բացառել միակողմանի զիջումները։ Կուսակցության ծրագրով նախատեսվում է կառուցել եվրոպական մոդելի պետություն, որտեղ զարգացած ինստիտուտների ներդրումը կհամադրվի ազգային ինքնության ու արժեհամակարգի պաշտպանության հետ։ Նախընտրական ծրագրեր չեն ներկայացրել շնորհապետական, հանուն հանրապետության, քրիստոնյա ժողովրդավարական եւ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունները։ Տարբերվող ծրագրերի ու մոտեցումների այս պայմաններում վերջնական որոշումը քաղաքացունն է։ Ընտրողներն են իրենց քվեով որոշելու, թե այս ծրագրերից որոնք կիրագործվեն։ Կլինի դա Քրիստոսի արձանի կառուցումը, տրանսպորտային փոփոխությունները, թե մյուս ծրագրերը։ Քվեարկության արդյունքներով կձևավորվի հաջորդ խորհրդարանը, որն էլ կստանձնի երկրի կառավարումը առաջիկա 5 տարիներին։ Թեմա համար 1-ի հաջորդ հաղորդումները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։ Հետևեք մեզ նաև սոցցանցերում։ Եվ եթե կարևորում եք մեր աշխատանքը, միացեք մեր Patreon-ին, ամսական վճարելով սկսած ընդամենը $2-ից։